Ողջունում եմ բոլորիդ սիրելիներ ու ուրախ եմ, որ եւս մեկ հնարավորություն ունենք Տիրոջը մեր աղոթներով, փառաբանությամբ, երգերով առաջ գալու եւ իրեն մեծարելու։ Սա մեծ առանձնահատկություն է, որը որ ցավոք սրտի ոչ բոլորն են գնահատում։ Որովհետեւ եթե մի փոքր հետ վերադառնանք, հին ժամանակները մենք կարիք ունեինք քահանայապետի, որը որ միջնորդ էր հանդիսանում Աստծո եւ մարդկանց միջև։ Բայց գիտենք, որ Տեր Հիսուս Քրիստոսի խաչելության միջոցով գրված է, որ տաճարի վարագույրը ինչ եղավ, պատռվեց։ Եվ Քրիստոսի արյամբ մենք հնարավորություն ունենք աղոթելու, հնարավորություն ունենք իր խոսքը կարդալու, եւ Տերը իր խոսքի համեմատ խոստացել է, որ մեր մեջ ներկա է եւ այն ամեն ինչ որ անում ենք Տիրոջը ընդունելի է։ Այսօր պետք է շարունակենք մեր Մատթեոսի ավետարանի սերտողությունը եւ ուրախ եմ, որ իրապես այս առիթ հնարավորություն ունենք։ Խնդրում եմ բացեք Մատթեոսի 5-րդ գլուխ եւ կընթերցենք 8-ից 12 համարները։ Մատթեոսի ավետարան 5-րդ գլուխ կընթերցենք 8-ից 12 համարները։ Ուզում եմ մի փոքր հիշենք անցած թեման կամ անցած խոսք, ինչի մասին որ խոսել ենք եւ այսօր կշարունակենք։ Տեսեք, 5-րդ գլուխը առաջին համարից արդեն իսկ տեսանք, որ Մատթեոսը նկարագրում է մեզ քաչ ծանոթ լեռան քարոզը, որ մենք այդ ձև ասում ենք, երբ որ Հիսուս Քրիստոս բարձրացավ լեռան վրա եւ սկսեց քարոզել։ Այնտեղ էին իր աշակերտները եւ խոսեցինք, որ աշակերտ չէր նշանակում, որ պարտադիր հավատացյալ մեկն էր, այլ մեկն էր, որ այդ պահի դրությամբ հետևում էր Քրիստոսին։ Ինչու՞, որովհետև պատմության ընթացքում տեսանք, որ շատ շատերը, որոնք որ աշակերտ էին կոչվում, ինչ արեցին, լքեցին, թողեցին Քրիստոսին, գայթակղեցին ինչ որ հարցերի վերաբերյալ եւ բայց այնուամենայնիվ այդ պահի շրջանակում իրանք աշակերտ էին կոչվում։ Ասեմ ավելին, գիտենք նաեւ 12 առաքյալներից մեկը Հուդան, որը որ ինչ արեց, մատնեց Հիսուս Քրիստոսին, նորից իր աշակերտների նեղ շրջանակի մեջ էր, առաքյալ էր կոչվում, բայց ինչ արեց, դավաճանեց Տեր Հիսուս Քրիստոսին։ Ուստի սկսեց խոսել մարդկանց, բոլոր նրանց, ովքեր որ իրենք իրենց համարում են Տեր Հիսուս Քրիստոսի ինչ աշակերտ, մեկը, ով որ ուզում է հետևի Հիսուս Քրիստոսի օրինակին։ Հետևաբար այս խոսքը կամ լեռան քարոզը վերաբերվում է բոլոր նրանց, ովքեր որ իրենց անվանում են քրիստոնյա, ճշմարիտ քրիստոնյա։ Եվ այստեղ Հիսուս Քրիստոս տալիս է, թե ինչպիսի բնութագիր պետք է ունենա այդ քրիստոնյան, ինչպիսի էություն պետք է ունենա, եւ մենք արդեն իսկ ասացինք, որ մեր վերաբերմունքը շրջապատին ցույց է տալիս մեր ով լինելը։ Այսինքն իմ քայլերը, իմ խոսքը, իմ ընթացքը ցույց է տալիս իմ ներքին էությունը, ինչ կարգավիճակում եմ ես գտնվում, որովհետև մի բանը շատ դեպքերում, երբ որ մենք ասում ենք, եւ մեկ այլ բան է, թե ինչպես ենք մենք վարվում, ինչպես ենք մենք մտածում, ինչպես ենք մենք քայլում։ Հետևաբար, եթե մեր խոսքերի եւ մեր վարքի մեջ տարբերություն լինի, ստեղ է խնդիր առաջ գալիս։ Նման խնդրի առաջ ովքեր էին այն ժամանակ բախվում կամ ում էր հանդիմանում Հիսուս Քրիստոս, փարիսեցիներին, որ ասում էր, որ կարծես արտաքին ծիսական տեսքը ունեք, կարծես օրենքները պահում եք, բայց ներսի ձեր եսը, ներսի ձեր մարդը ինչ է, անհավատ է եւ ասում է փտած եք, այսինքն ձեր էությամբ չար եք, բայց ցույց եք տալիս, որ դուք ինչ եք, սուրբ եք, բարի եք։ Եվ բանալին ընդհանրապես լեռան քարոզը հասկանալու համար հիշում եք որներ, որ այն խոսքերն էր, որ Հիսուս ասեց, որ եթե ձեր արդարությունը փարիսեցիների արդարությունից ավել չլինի, որևիցե մեկը երկնքի արքայությունը չի տեսնի կամ որևիցե մեկը չի փրկվի։ Հենց խոսում է ներքին մարդու ներքին եսի փոփոխության մասին։ Շատ լավ։ Այսօր եւս կնայենք 3 բնագավառներում, թե ինչպիսի մենք վերաբերմունք պետք է ունենանք։ Եկեք կարդանք 8-ից 12 համարները։
Մատթեոս 5 8-ից 12 համարները։ Երանի սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն։ Երանի խաղաղարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ կկոչվեն։ Երանի արդարության համար հալածվողներին, որովհետև երկնքի արքայությունը նրանցն է։ Երանի ձեզ, որ երբ ձեզ նախատեն ու հալածեն իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար բան զրպարտություն ասեն, ուրախացեք ու ցնծացեք, որովհետև երկնքում ձեր վարձքը շատ է, որովհետև այդպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզանից առաջ էին։ Եկեք աղոթենք։ Տեր Աստված, փառք ենք քեզ տալիս այսօրվա համար, շնորհակալ ենք ով Հայր, որ այսօր էլ արևը ծագեցրեցիր, Տեր Աստված։ Այսօր էլ հնարավորություն ունենք արևի ջերմությունը զգալ, Տեր, բայց հիմա աղոթում ենք ով Տեր Աստված, որ քո ներկայությամբ մեր հոգիները ջերմացնես, Տեր, որ խոսքդ ընկալենք, հասկանանք եւ քեզ փառավորենք մեր ողջ կյանքի ընթացքում։ Դու մեծ արվիր եւ դու փառավորվիր։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։ Գիտեք, ես այս օրինակը բերել էի, բայց ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնեմ։ Մի պատկեր կար, կամ մի առակի տեսք կար, որ ցույց էին տալիս, թե ինչպես է մի օձ վառվում կրակի մեջ եւ մեկը փորձում է ազատի այդ օձին, օձը խայթում է այդ մեկին, բայց այնուամենայնիվ այդ երիտասարդը դուրս է հանում այդ կենթանուն ու կողքից ով որ նայում էր, նկատում է այդ ամեն բանը ու հարցում ասում է, ինչի էլի փրկեցիր, ինչի ազատեցիր այդ կենթանուն։ Տեսար որ քո դեմ խայթես, նույնիսկ քո դեմ հակառակն էր անում ու այս երիտասարդն ասում է, որ դիմացինի վարքը չպիտի ազդեցություն ունենա իմ վարքի վրա, կամ դիմացինի իրավիճակները չպետք է փոխեն մեր ով լինելը։ Մեր կյանքում մենք կարանք տարբեր դժվարությունների հանդիպենք, տարբեր տեսակի մարդկանց հանդիպենք, բայց այդ ամեն ինչը ոչ թե պետքա փոխի մեր էությունը, այլ հակառակը, մենք պետքա միշտ լինենք այնպիսին, ինչպիսին որ պետքա լինենք, ինչպիսին որ մեզ Տեր Հիսուս Քրիստոս կանչում է լինելու։ Եվ 8-րդ համարում կենտրոնական իմաստն է առաջ բերում Մատթեոս ավետարանիչը ներկայացնելով, որ մեր վերաբերմունքը ինչպիսի պետք է լինի մեր Տիրոջ նկատմամբ։ Եկեք եւս մեկ անգամ 8 համարը կարդանք։ Երանի սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն։ Ընդհանրապես, երբ որ խոսում ենք սրտի մասին, ես ուզում եմ, որ շատ հստակ լինի մեզ համար, որ Աստծո խոսքը ի նկատի չունի այս ֆիզիկական մեր սիրտը որպես օրգան։ Ու մաքրության մասին, երբ որ խոսում է, խոսքը չի գնում, չգիտեմ, խոլեստերինից մաքուր կամ այլ քիմիական տարրերից մաքուր լինելու մասին։ Չէ, սիրտը ընդհանրապես Աստվածաշնչում թե 5 կտականում, թե նոր կտականում նկարագրում է մարդու ներքին եսը։ Մտածմունքները, մտքերը, ամեն բան, ինչ որ նկարագրում է մարդու ներքին եսը, նկարագրվում է որպես սիրտ արտահայտությամբ։ Դա կարող ենք տեսնել թե 5 կտակարանում, թե նաև նոր կտականում, առակած գրքում Սաղմոսներում, եւ ասեմ, որ նույնիսկ մենք հայերս մեր բառապաշարում ունենք այդ արտահայտությունը։ Օրինակի համար մենք ասում ենք սիրտս վկայեց, չէ՞, այդ հարցը, այդ ֆիզիկական սրտի մասին չի խոսքը գնում։ Կամ օրինակի համար ասում է սիրտս ուզեց։ Նորից սիրտը զուտ օրգան է, որը որ արյունն է պտտում։ Եվ երբ որ ասում ենք սիրտս ուզեց, ի նկատի ունենք մեր ներքին եսը, ներքին մարդն է այդ ցանկությունն ունեցել։ Կամ շատ բաներ կան, որոնք որ օրինակ կապում ենք սրտի հետ։ Սիրահարվելն ենք կապում սրտի հետ, որը որ նորից ֆիզիկական սրտի հետ ընդհանրապես կապ չունի։ Մենք յենտակիտակցաբար հասկացնում ենք կամ ասում ենք նույնիսկ մեր խոսակցության մեջ, որ խոսքը գնում է ոչ թե ֆիզիկական սրտի մասին, այլ մեր ներքինի մասին, մեր ներքին եսի, մեր մտածմունքների մասին։ Օրինակի համար Առակաց 4 գլուխ 23 համարի մեջ կարդում ենք հետևյալ խոսքերը։ Առակաց 4:23 ասում է ամենից ավելի քո սիրտը պահիր զգուշությամբ, որովհետև նրանից է կյանքի աղբյուրը։ Այսինքն զգուշ եղի քո սրտի նկատմամբ, ինչի որովհետև ամեն բան ինչ որ բխում է, քո խոսքերը, քո քայլերը որտեղից են սկիզբ առնում, սրտից։ Ստեից են սկիզբ առնում։ Մարդիկ կան, որ մեկ-մեկ sense արտահայտություն են անում, ասում են մի քիչ բանը, բերանը կեղտոտ է, բայց սիրտը մաքուր է, չի լինում տենց բան, ժողովուրդ։ Եթե բերանը կեղտոտ է,
Ուրեմն սիրտն էլ է կեղտոտ, որտեվ եթե սիրտը մաքուր լիներ, բերանը կեղտոտ չէր կարա լիներ։ Հիմա ինչա վերաբերվում մաքուր Աստվածը, որ ասում է սրտով մաքուրները կտեսնեն Աստծուն։ Մաքուր տերմինը ի նկատի ունի մաքուր առանց հավելումների։ Ընդհանրապես երբ որ մետաղի մասին խոսում ենք, գիտեք, որ ոսկին որոշակի մաքրման process-ներով անցնում, որպեսզի մենք ունենանք մաքուր ոսկին, որտեվ եթե դուք օրինակի համար տեսնեք սկզբնական ոսկին ինչ տեսք ունի, հեչ էլ չեք ասի, որ դա ոսկի է կամ ընդհանրապես ոսկին մոտիկ է։ Ինքը բավականին սև, սենց քարքարոտ, կեղտոտ, ինչ որ զանգված է, որը որ եկա մաքրման process-ից է, որ մենք ստանում ենք այն մաքուր ոսկին։ Նույնը ադամանդը, եթե ադամանդը նույնպես սկզբնական իր վիճակում տեսնենք, ինքը փայլուն չի, ինքը գեղեցիկ տեսք չունի, բայց որոշակի մաքրման process-ների ընթացքում մենք կարողանում ենք առանձնացնել այդ մաքրությունը տան այն ինչ որ կա։ Հիմա այս տերմինը, որ օգտագործում է մաքուր սիրտ, ասում որ առանց հավելումների, առանց ինչ որ ավելորդությունների։ Հիմա հարց. ով կարող է մաքրել մարդու սիրտը։ Մենակ Աստված կարա մաքրի։ Երկրորդ հարցը տամ. ով կարա տեսնի մարդու սիրտը մաքուր է, թե մաքուր չի։ Նորից Աստված, որտեղ շատ մարդիկ կան, որ բավականին լավ դերասաններ են, իրանք կարան ցույց տան, իրանք կարան գեղեցիկ խոսեն, բայց իրականությունը ինչպիսին ես դու, շատ լավ երևում է ում առաջ, Աստծո առաջ։ Դրա համար երբ որ ասում է Երանի նրանց, ովքեր որ սրտով մաքուր են, ում առաջ են սրտով մաքուր։ Աստծո առաջ, որտեղ մարդկանց առաջ փարիսեցիներն էին սրտով մաքուր։ Կրոնավոր էին, բոլոր ծիսական արարողությունները պահում էին, ամեն շաբաթները, ամեն օրենքները, ամեն ինչ պահում էին, բայց Աստծո առաջ իրանց սիրտը մաքուր էր, իրանց սիրտը մաքուր չէր։ Դրա համար այս բանն է կարևորագույն հատվածը, որտեղ որ կենտրոնում է երանելիների։ Դրա համար ասում է երանի նրանց, ում սիրտը մաքուր է։ Ինչի երանի։ Ինչի են նրանց երանի տալիս, որտեղ ասում է նրանք ում կտեսնեն, Աստծուն կտեսնեն, նրանք կտեսնեն Տիրոջը։ Սաղմոս 51-րդ գլխում 9-ից 10 համարների մեջ կարդում ենք հետևյալ խոսքը։ Սաղմոս 51 9-ից 10-ը. Երեսը թաքցրու իմ մեղքերից եւ ջնջիր իմ բոլոր անօրենությունները։ Մաքուր սիրտ ստեղծիր իմ մեջ, ով Աստված, եւ ուղիղ հոգի նորոգիր իմ ներսում։ Սաղմոսերկուն հասկանալով իր կարգավիճակը, իր մեղավոր էությունը, Աստծո առաջ է գալիս մեկ խնդրանքով, ինչ ասում։ Ասում ներիր մեղքերս։ Մաքրի ամեն աներավությունից, որտեվ այնուամենայնիվ մարդ եմ, այս սիրտը մեղքը մտնում է, չենք կարող կատարյալ լինենք, որևիցե մեկը կատարյալ չի, որևիցե մեկը 100%-անոց սուրբ չի, բոլորս էլ մեղանչում ենք, բոլորս էլ սխալ ենք գործում։ Դրա համար Սաղմոսերկուն ասում է, ինչ արա, ներիր ինձ, մաքրիր ամեն մեղքից, ինձ մաքուր սիրտ տուր։ Մենք այս հնարավորությունը գիտեք ում միջոցով ունենք։ Հիսուս Քրիստոսի միջոցով ունենք։ Նրա թափած արյան միջոցով ունենք, որտեվ եթե Քրիստոս չգար, եթե իր արյունը չթափեր, բոլորս էլ դատապարտվելու ենք։ Բոլորս էլ պատժի ենք արժանանալու, որտեվ բոլորս էլ մեղավոր ենք։ Որովհետև բոլորս էլ մեր կյանքի ընթացքում բաներ ենք ասել, բաներ ենք արել, որը որ հաճելի չի եղել Աստծուն ու հիմա էլ ենք անում։ Դրա համար ենք ասում, որ Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով ինչ ունենք, կյանք ունենք, փրկություն ունենք, նրա թափված արյան միջոցով կյանք ունենք։ Տեր Հիսուս Քրիստոս մեր բոլորիս մեղքերը ներեց նրանց, ովքեր որ կգան խոստովանությամբ, ովքեր որ կընդունեն Տեր Հիսուս Քրիստոսին որպես իրենց Տեր ու Փրկիչ։ Դրա համար Դավիթն ասում է երանի նրան, ում մեղքերը ինչ են եղած, ներված են։ Երանի նրանց, ում մեղքերը ներված են, որովհետև սա է կարևորագույնը, մեղքերի թողության դեղահաբ, դեղ, չես կարա առնես դեղատան, չես կարա գնաս ասես, գիտես ինչ կա բժիշկ ջան, մի քանի հատ մեղք եմ գործել, այդ մեղքերի համար դեղ դու խմեմ, մաքրվեմ, չի լինի տենց։ Եթե խոլեստերինի դեմ որովիցե դեղեր կան, որովիցե դիետայով կարաս այդ հարցերին լուծում տաս։ Հոգևոր առումով կեղտոտ սիրտը որևիցե բանով չի կարա մաքրվի։
Դրա համար Հիսուս Քրիստոս շատ հստակ ասում. Երանի նրանց, ովքեր որ մաքուր են սրտով, ինչու որտեվ նրանք կտեսնեն Տիրոջը Աստծուն։ Սաղմոս 73-ում 13 Ասափը հետևյալ խոսքն է բերում եւ սա կարեւոր է նույնպես։ Այո, Տեր Աստված ներում է մեր մեղքերը եւ հնարավորություն է մեզ տալիս ինչ անելու, սրբության կյանք ապրելու, ձգտելու դեպի սրբության։ Սա չի նշանակում, որ երբ որ մենք մեկ անգամ ապաշխարեցինք, դարձեկանք, այլևս մեղք չենք գործում։ Չէ, դեռևս սայթակում ենք, դեռևս ընկնում ենք, եւ ինչ պետք է անենք։ Պետք է խոստովանենք, ինչպես որ Լևոն եղբայրս հիշեց առաջի Հովանու առաջի գլուխի 9 համարի մեջ Հովանեսն ասում է, եթե խոստովանենք մեր մեղքերը, Աստված հավատարիմ եւ արդար է, որ կների մեր մեղքերը եւ կսրբի մեզ ամեն անիրավությունից։ Հետեւաբար մենք, երբ որ ազատված ենք, այլևս մեղքի գերի չենք, պիտի ձգտենք ինչին, սրբության։ Այս սրբության ինչի մեջ որ Տեր Աստված մեզ կանչեց, ինչպես որ Հիսուսն ասեց, ձեր հայրը ինչ է, սուրբ է, դուք էլ ձգտեք այդ սրբության, դուք էլ այդ սուրբը եղեք։ Դրա համար Ասափը 73-րդ գլուխ 13 համարում հետևյալ խոսքերն է ասում, Սաղմոս 73:13 Հիրավի զուրտեղն եմ իմ սիրտը սրբում եւ իմ ձեռքերը լվանում սրբությամբ։ Գիտեք ինչի էս հարցը բերեց։ Որտեվ տեսա, որ ամբարշտությունը ավելանում է։ Չար մարդիկ կարողանում են իրանց ունեցվածքը ավելացնեն, ասում են նույնիսկ իրանց մահվան շրջանակում էլ ցավ չունեն։ Ասում են քիչ էր մնացել, որ ասեի, անիմաստեղն եմ սրբության կյանքով ապրում։ Անիմաստեղը ձեռքերս մաքրեցի, անիմաստեղն եմ պահում Աստծո օրենքը։ Ասում է, այս ձև մտածեցի, մինչև որ չմտա Աստծո սրբարանը, մինչև որ չտեսա այդ բոլոր ամբարիշտների ինչը, վերջը վախճանը, որ մի օրվա պես ուղղակի ասած մի վայրկյանին պես բոլորն էլ դատապարտվելու են, եթե դարձին չգան, եթե չապաշխարեն։ Դրա համար մենք պատասխանատվություն ունենք, սիրելիներ, այո, այլևս մեղքի գերի չենք, բայց պետք է ձգտենք դեպի սրբության, պետք է աշխատենք այդ ուղղությամբ, պետք է ամեն օր մեր վրա ջանք թափենք խոսքի միջոցով, որպեսզի ել ավելի մաքուր լինենք։ Ինչպես ենք տեսնելու Աստծուն։ Արդյոք ֆիզիկական աչքերով կարող ենք տեսնել Աստծուն։ Հա՞, կարող ենք տեսնել։ Մեր հոգու աչքերով, ճիշտ եք, երբ որ ես սրտով մաքուր եմ, երբ որ Աստծո խոսքի համեմատ եմ ապրում, ես տեսնում եմ Աստծուն։ Տեսնում եմ Աստծուն արարչագործության մեջ, տեսնում եմ Աստծուն իր զավակների մեջ, տեսնում եմ Աստծուն իր խոսքի մեջ։ Մենք հոգով այդ ամեն ինչը տեսնում ենք, բայց պահը գալու նաև տեսնելու ենք աչքերով էլ։ Երբ որ Տերը մեզ կանչի, կամ երբ որ մեր կյանքը այստեղ ավարտվի, դրա համար Ստեփանոսին, երբ որ քարկոծում էին հավատքի համար, Գործք առաքելոց 7-րդ գլխում 55 համարում Ստեփանոսը հետևյալ խոսքերն է ասում. Իսկ նա Սուրբ Հոգով լցված դեպի երկինքը նայեց ու տեսավ Աստծո փառքը ու Հիսուսին աջ կողմում կանգնած եւ ասաց. Ահա տեսնում եմ երկինքը բացված ու մարդու որդուն Աստծո աջ կողմում կանգնած։ Այո, ժամանակ կգա, որ բոլոր նրանք, ովքեր որ սրտով մաքուր են, ում Տերը մաքրել է, ում սիրտը մաքրել է, ով որ հավատացել է, դարձի եկել, ապաշխարել է, ինչ կանենք, նաև այս աչքերով նույնպես Տիրոջը կտեսնենք, Տիրոջ հետ կլինենք հավիտենականության մեջ։ Ուստի մեր վերաբերմունքը Տիրոջ նկատմամբ միշտ սա պետք է լինի, պետք է զգուշ լինենք։ Արդյոք մեր սիրտը մաքուր Աստծո առաջ, արդյոք մեր ընթացքը, մեր քայլերը մաքուր Աստծո առաջ ընդունելի է, թե ոչ, որտեղ խնդիրը մարդկանց ինչ որ բան ցույց տալը չի։ Աստված չի նայում մեր ինչին, շուրթերին, այլ նայում է ինչին, մեր սրտին։ Երկրորդը, մենք տեսնում ենք մեր վերաբերմունքը մեր թշնամիների նկատմամբ։ Եկեք կարդանք 9-րդ համարը։ Երանի խաղարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ կկոչվեն։ Հիմա տեսեք, այս առաջինը կապված այս երկրորդի հետ։ Ինչի եմ ասում կապված է, որտեղ վստահ եմ դուք բոլորդ էլ լսել եք։ Խաղաղություն արտահայտությունը կամ խաղաղություն ցանկանալը երևի ամենահայտնի կենացն է։ Եթե ոչ ամեն խնջույքների առաջ մարդիկ կանգնում են, կենաց են բարձրացնում, խաղաղություն թող լինի, խաղաղություն, կապույտ երկինք։ Եթե հարցնեք մարդկանց, կապ չունի մենակ Հայաստանում, ամենուր եք։ Մեծամասամբ մարդիկ ինչ են ցանկանում,
խաղաղություն են ցանկանում։ Նու ի բացառություն գուցե նրանց, ովքեր որ այդ պատերազմներից ֆինանս ունեն, մեկ էլի բացառություն նրանք, ովքեր որ իրապես չարությամբ են լցված եւ խաղաղություն չեն ուզում։ Բայց մեծամասամբ մարդկանց որ հարցնեք, ասել են ուզում են խաղաղություն լինի։ Ու այդ դեպքում պարզ տրամաբանական հարց առաջանում։ Եթե մեծամասնությունը մարդկանց ուզում է խաղաղություն, բա ուր է այդ խաղաղությունը։ Ինչի չի գալի այդ խաղաղությունը։ Ինչի մենք չենք տեսնում այդ խաղաղությունը, այլ հակառակ տարեց տարի, օր-օրի այդ պատերազմները ավելանում են, շատանում են, ինչու՞մն է խնդիրը։ Գիտեք ինչու՞մն է խնդիրը։ Իրականում խնդիրը մեղքն է։ Խնդիրն այն է, որ այդ մարդկանց ասածը, որ խաղաղություն են ուզում, զուտ ուղակի կենացի մակարդակով է եւ ոչ ավել չի։ Հակոբոս առաքյալը շատ հստակ ցույց է տալիս մեղքի կամ պատերազմների հետևանքը անհատական մարդու կյանքում։ Ուզում եմ կարդամ ու դրանից հետո կպատկերացնեք նաև պետության շրջանակում նույն ձևը ամեն բան աշխատում։ Հակոբոս 4, 1-ից 4 համարներն եմ կարդալու։ Որտեղից ձեր մեջ պատերազմներ ու որտեղից կռիվներ, չէ որ այստեղից են ձեր ցանկություններից, որոնք կռիվ են տալի ձեր անդամների մեջ, ցանկանում եք, բայց չունեք, սպանում եք, նախանձում եք, բայց չեք կարողանում ձեռք բերել, պատերազմում եք եւ կռվում եք, բայց չունեք, որովհետեւ չեք խնդրում, խնդրում եք, բայց չեք ստանում, որովհետեւ չար ձևով եք խնդրում, որպեսզի ձեր ցանկությունների համար վատնեք, շնացողներ չգիտեք, որ աշխարհի հանդեպ սերը Աստծո դեմ թշնամություն է, արդ ով ուզում է աշխարհին բարեկամ լինել, իրեն Աստծուն թշնամի է դարձնում։ Սա խոսում է անհատ մեկի մասին, որ ասում է, գիտես որտեղից է քո մեջ կռիվները, որտեղից եք պատերազմում, ասում որտեղ ցանկանում եք, չունեք, ուզում եք պատերազմով, կռվով այդ ամեն ինչը ստանաք։ Նայեք ձեր շրջապատում, անընդհատ կտեսնեք խնդիրներ, գժտություններ, պատերազմներ, հարցեր, ուստեղ խնդիրը չի գնում, որ զենքով պարտադիր վերցնենք ու կռիվ անենք։ Ամեն մի մանրուքի դեպքում, ամեն մի հարցի դեպքում կտեսնեք, որ լիքը խնդիրներ են առաջ գալիս։ Արաքսը կվկայի, երբ որ գնում ենք մեղրաձոր ծառայության համար, երբ որ պահը գալիս էր ջրելու, էդի մեղրաձոր գյուղի համար ու ոչ միայն մեղրաձորի, շատ գյուղերն են նույն իրավիճակում։ Պատերազմի շրջանակ էր, ինչի նկատի ունեմ, որտեվ երբ որ ջրում էին, մեկ էլ տենում էր մեկը շուխուրանելով, կռվելով բարձանում է ինչի, մեկ ուրիշը ջուրը կտրել է իր բաղչենա ջրում։ Ու այս կռիվը տեսնում ես, որ անընդհատ է, այս մեկը այս հարցում, այն հարցում, ինչի, որտեվ եթե այս փոքր մակարդակում մարդիկ չեն կարողանում խաղաղ ապրեն, բա ինչ եք պատկերացնում պետության մակարդակներում, այլ ինչ որ մակարդակներում, ինչի որտեղ ամեն մեկ իր շահն ունի։ Մարդկային մեղքը, մարդկային եսը, մարդկային ցանկությունը միշտ տանելու է դեպի կռվի, դեպի պատերազմի։ Եվ Հակոբոսը շատ հստակ մի պարզ տրամաբանություն է բերում։ Ասում է աշխարհի համար պատերազմը, կռիվը, դա ինչ է։ Նորմալ երևույթ է։ Աշխարհի համար պատերազմը, կռիվը նորմալ երևույթ է։ Այնով որ աշխարհն է սիրում, ում է թշնամի իրեն անում, Աստծուն է թշնամի անում։ Հետևաբար խաղաղություն, միայն խաղաղություն կցանկանա այն մեկը, ով որ ում ունի, Աստծուն ունի։ Դրա համար ասում է երանի խաղաղարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ կկոչվեն։ Այնով որ Աստծո որդի է, ինքը խաղաղության է ձգտելու։ Ինքը չի ցանկանալու, որ ինչ որ պատերազմ խնդիր լինի, գիտեք ինչի։ Որովհետև խաղաղության աղբյուրը դրսում չի։ Խաղաղության աղբյուրը բարձր ինչ որ ամբիոնները չեն, կուսակցությունները չեն, կազմակերպությունները չեն միջազգային։ Եթե դրանք խաղաղության աղբյուր լինեին, այսօր շուտվանից խաղաղություն կլիներ։ ՄԱԿ-ը քանի տարի գոյություն ունի։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ազգերի լիգան միջազգային ձևավորվեց։ Հատուկ նրա համար, որ այլևս պատերազմ չլինի։ Ինչ եղավ։ Հարցին լուծում գտան։ Հարցին լուծում չգտան ու գնալով պատերազմները շատանում են։ Ինչի որտեվ աղբյուրը, խնդիրը սխալ տեղ են նայում։ Ամեն մեկը իր եսն է փնտրում։ Բոլոր պետությունները իրանց շահն են փնտրում։ Բոլոր մարդիկ իրանց շահն են փնտրում, ու այդ շահի մեջ, երբ որ մեկ ուրիշի շահը բախվելու է ինձ հետ, լինելու է կռիվ, լինելու է պատերազմ, կլինի մեծ
թե կլինի փոքր, այս ամեն ինչը ուղղակի ցույց է տալիս մարդկային մեղավոր էությունը։ Հակառակը, երբ որ մեկ Աստծո որդի է, ինքը ապրում է ինչով, խաղաղությամբ։ Ինչի որտեվ խաղաղության աղբյուրը հենց Աստված ինքն է։ Հիսուս Քրիստոս ինքը անվանվեց խաղաղության իշխան։ Հետևաբար, եթե մենք ուզում ենք խաղաղություն լինի, առանց Հիսուս Քրիստոսի այդ խաղաղությունը անհնարին է։ Չի կարա լինի խաղաղություն, սիրելիներ։ Դրա համար մենք բողոքում ենք, ասում ենք, ինչ ենք շրջապատված մուսուլմանական երկրներով, ինչ են մեր շուրջ այսքան անհավատներ էս։ Խնդիրը եկեղեցին է, խնդիրը մենք ենք, որ Քրիստոսը ունենք ու ինչ արեցինք, ոչ մի բան չարեցինք, չքարոզեցինք, ավետարանը չտվեցինք, որտեվ եթե դարձի գային, եթե ապաշխարեին, եթե Քրիստոսին դառնային, ինչ կունենայինք, խաղաղություն կունենայինք։ Հետևաբար, եթե Տիրոջ զավակներ ենք, որոնք պետք է խաղաղության ձգտենք։ Նույն 5-րդ գլխում Հիսուս Քրիստոս մի խոսքեր է ասում, որը որ այսպես ասած դժվար մարսելի է, դժվար ընդունելի են։ Ինչի, որովհետև շատ դեպքերում մեր եսը, մեր ներքինը ինչ է անում, բարձրանում է, ուզում է, որ եթե մեկը մեր դեմ վնաս է տվել, ես էլ եմ ուզում հավասար կերպով ինչ անեմ, վնասեմ իրեն։ Բայց Հիսուս Քրիստոս մեկ ուրիշ օրինակ տվեց մեզ։ Մատթեոսի 5-րդ գլուխ 43-ից 45 համարներն եմ ընթերցելու։ Լսել եք, թե ինչ ասվեց. Պիտի սիրես քո ընկերոջդ եւ պիտի ատես թշնամուդ։ Ովքեր էին էսի ասում։ Փարիսեցիներն էին ասում։ Ու սա մարդկային տրամաբանությունն է ասում։ Պիտի սիրես ընկերոջդ ու պիտի ատես թշնամուդ։ Բայց ես ասում եմ ձեզ, սիրեք ձեր թշնամիներին, օրհնեք ձեր անիծողներին, բարիք արեք ձեզ ատողներին եւ աղոթեք ձեզ չարչարողների ու հալածողների համար, որպեսզի որդիներ լինեք ձեր հոր, որ երկնքում է, որովհետև նա իր արեգակը ծագեցնում է եւ չարերի, եւ բարիների վրա, եւ անձրև է բերում եւ արդարների եւ անարդարների վրա։ Հիմա ուրիշ հարց տամ։ Ինչ եք կարծում, Աստված ինչ որ մի բան առանց պատասխան կթողնի, ոչ մի բան անպատասխան չի մնալու եւ որևիցե մեկը չի փախնելու գալիք դատաստանից։ Եվ դրա համար ուղղակի մի պա պատկերացեք Աստծո խոսքն ասում է վրեժ խնդիրը ումն է, իմն է։ Ասում է որտեվ երբ որ դուք բարիով եք վերաբերվում այդ մարդկանց գլխին, կրակի կայծեր եք դիզում, որովհետև վրեժ խնդիրն Աստված է ասում է վայ նրան, որ ընկնի կենթանի Աստծո ձեռքը։ Երբ որ մենք մեր ուժերով ենք փորձում հարցին լուծում տալ, մենք ընկնում ենք մեղքի մեջ ու մենք չենք տարբերվում մնացած մարդկանցից։ Դրա համար Տեր Հիսուս Քրիստոս ասում է մի վարվեք այնց, ոնց որ սովորական մարդիկ կվարվեն, այլ վարվեք որպես Տիրոջ զավակներ, որոնք որ անեծքի փոխարեն օրհնում են։ Հիմա ուրիշ հարց տամ։ Թույլ մարդը կարա նման ձևով վարվի։ Թույլ մարդը միանգամից պատասխանելու է, թույլ մարդը չի կարա նման օրինակ, նման վարք ցուցաբերի։ Հակառակը Քրիստոսով ուժեղը մենակ կարա նման վարք ցուցաբերի։ Այնով որ Քրիստոսն ունի, այնով որ ուրիշ աշխարհ հայացք ունի, միայն նա ի վիճակի կլինի այս ամեն ինչը իրականություն դարձնելու։ Ինչի, որտեվ շատ պարզ գիտակցություն կունենա։ Մինչև հավատալս ես ինքս ով էի, թշնամի էի Տեր Հիսուսի առաջ։ Մինչև հավատքից դառնալը ես ինքս էի մեղավոր, ես ինքս էի իմ ցանկություններով վարվում։ Թշնամի էի Աստծո առաջ։ Աստված իմ նկատմամբ ինչպես վարվեց։ Որպես թշնամի վարվեց, չէ, ողորմություն ցույց տվեց։ Դրա համար ինչպես որ Տերը մեր նկատմամբ վարվեց, նաև նույնը պահանջում է, որ մենք ինչ անենք, նույնն էլ մենք վարվենք։ Աստծունն է վրեժ խնդիրը, դրա համար թողենք Աստծուն եւ այն ինչ որ մեզ է վերաբերվում, վարվենք այդպես։ Մեր վերաբերմունքը նորից ցույց է տալիս մեր ով լինելը, սիրելիներ։ Մի թույլ տվեք, որ ինչ որ մարդիկ, ինչ որ իրավիճակներ ձեր ով լինելը փոխեն։ Ես այս օրինակ անցած անգամ բերեցի։ Եթե սպունգը մտցնում եք ջրի մեջ ու այդ սպունգը սխմեք, ի՞նչ է դուրս գալու։ Ջուր է դուրս գալու։ Եթե ձեր մեջ Քրիստոսն է ու ձեզ սխմեն, ով պետք է դուրս գա։
Քրիստոսը, իսկ եթե չարությունն է դուրս գալի, եթե անեծքա դուրս գալիս, ուրեմն ինչ որ մի բան են չի, ուրեմն ուրիշ բանով ենք լցված։ Թույլ մարդը սա չի կարող անի։ Միայն այն մեկը, որ հավատք ունի, նա կարող է վարվի այդ ձև։ Նա կարող է ճիշտ վերաբերմունք ունենա։ Նա կարող է ճշմարիտ խաղաղարար լինի։ Եվ երրորդը վերջացնում եմ։ Մեր վերաբերմունքը հալածանքների նկատմամբ։ Եկեք կարդանք 11-ից 12 համարները։ Երանի ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն, եւ իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար բաներ զրպարտությամբ ասեն, ուրախացեք ու ցնծացեք, որովհետեւ երկնքում ձեր վարձքը շատ է, որովհետեւ այդպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզանից առաջ էին։ Ով այս խոսքերն ասում։ Հիսուս Քրիստոսն է ասում։ Հիսուս Քրիստոսն ասում է երանի նրանց, ովքեր որ իմ անվան պատճառով ինչ են լինելու, հալածանք են կրելու։ Ասում է ինչու, որտեվ ձեզանից առաջ իմ մարգարեների նկատմամբ նույն ձև են վարվել։ Էդի թշնամիների հետ կապ չունի, ասեմ հրյաներն էին սպանում։ Իրանք իրանց մարգարեներին սպանում էին։ Հիսուս Քրիստոսի նկատմամբ ոնց վարվեցին։ Էլի խաչեցին։ Մարդը իր մեղավոր էությամբ չկարողացավ ընդունի սրբությունը, չկարողացավ ընդունի այն Հիսուս Քրիստոսին, որը որ կատարյալ սուրբ էր եւ ճշմարտությունն էր փոխանցում։ Հիմա ուրիշ հարց. Եթե մենք էլ հետևում ենք Հիսուս Քրիստոսին, աշխարհը մեզ կընդունի թե չի ընդունի։ Չպիտի ընդունի, որտեվ եթե ընդունի, ուրեմն մենք էլ այդ աշխարհի նման ենք, ուրեմն որից է բանով չենք տարբերվում։ Ուրեմն որևիցե հարց չկա, որևիցե կոնֆլիկտ չկա այս առումով։ Իրանք էլ են խաբում, մենք էլ ենք խաբում, իրանք էլ են գողանում, մենք էլ ենք գողանում, իրանք էլ են չարությամբ լցված, մենք էլ ենք չարությամբ լցված, մենք էլ ենք այդ ընթացքում գնում, տարբերություն չի լինելու, կոնֆլիկտ չի լինելու, նույն կարգավիճակում ենք գտնվելու։ Բայց եթե նույն կարգավիճակում չենք գտնվում, եթե Տիրոջ զավակ ենք, սրտով մաքուր ենք, կոնֆլիկտ լինելու է, խնդիր լինելու է։ Հարցեր առաջանալու են, հալածանք կրելու եք, դրա համար ասում երանի եք, ինչի, որտեվ եթե հալածանք չկա, ուրեմն Տիրոջ զավակել չեք, ուրեմն խնդիր էլ կա։ Հակոբոս առաքյալը դրա համար առաջի գլուխ 2 եւ 4 համարների մեջ ասում է լիարժեք ուրախություն համարեք եղբայրներ, երբ տարատեսակ փորձանքների մեջ ընկնեք, իմանալով որ ձեր հավատի փորձառությունը համբերություն է առաջ բերում։ Իսկ համբերությունը թյող լիովին գործուն լինի, որպեսզի կատարյալ ու լիարժեք լինեք ու ոչ մի բանի պակասություն չունենաք։ Գիտեք, երբ որ մարդու կյանքում լուրջ հարցեր են գալիս, լուրջ խնդիրներ են գալիս, իր կյանքի վերաբերյալ, իր ընտանիքի վերաբերյալ, շատ հարցեր, որոնք որ ինքը ժամանակին կարծում էր առաջնային, տուն, տեղ, չգիտեմ ուրիշ ինչ որ նյութական հարցեր, այս ամեն ինչը ինքը հասկանում է, որ ինչ է երկրորդականը, երրորդականը, որտեվ տեսնում է, որ ավելի կարևոր բաներ կա։ Երբ որ մարդը տեսնում է, որ ֆիզիկական կյանքից նաև առավել կա հոգևոր կյանք, կա հավիտենականություն, կա հոգու փրկության հարցը, ինքը հասկանում է, որ արդեն նույնիսկ այս կյանքը ինչ է, երկրորդական, երրորդական է, որտեվ բոլորս էլ մահանալու ենք։ Երկրից վրա մեկը չկա, որ մնացել է հավիտյան, չկա ուղղակի։ Ասեք 100 տարի, 120 տարի, դա էլ մեծ թվեր եմ ասում։ Բոլորն էլ մահանալու են։ Բոլորը ժողովուրդ։ Բայց հոգին հավիտենականը եւ այս հարցն է միշտ առաջ գալու։ Այդ հավիտենական հոգին, հավիտենականությունը Աստծո հետ անցկացնելու, թե Աստծուց բաժանված լինելու, որտեղ եթե Աստծո հետ է, ապա վարձքս որտեղ եմ դիզելու։ Երկնքի համար եմ դիզելու, երկրի վրա վարձքեր չեմ դիզելու։ Երկրից վրա, որտեվ հասկանալու եմ, որ գողություն կա, այս կա, մեր հարազատները կարան ասեն, կարա մի պահի ընթացքում ուղղակի իրանց ունեցվածքը կորցեն եւ վերջ։ Հասկանում եք, այս ամեն ինչը անցողիկ առողջությունը տեսօր առողջ ես, վաղը կարաս արթնանաս ու ինչ որ մի անբուժելի հիվանդություն ունենաս։ Գեղեցկությունը այսօր կա, վաղը անցնում, ամեն բանը անցնում սիրելիներ, դրա համար ոչ մի մնայուն բան չկա, դրա համար ասում երանի նրանց, ովքեր որ իրանց գանձերը որտեղ են դիզում, երկնքում են դիզում, որտեվ սա է հավիտենականը, սա է, որ դու քո հետ լինելու, սա է, որ դու կարողանալու ես Տիրոջ առաջ բերես, ովքեր խնդիրներ ունեցան,
Արդյոք առաքյալները խնդիրներ ունեցան իրենց հավատքի համար։ Այո, ունեցան, ժողովուրդ ջան։ Պետրոսը Գործք առաքելոց 5-րդ գլուխ 42 համարը բանտարկել էին, զգուշացել էին, ասել էին Հիսուսի անունը չտակ, չքարոզեք։ Գնացել նորից սկսում էին քարոզել, երկրորդ անգամ բերեցին։ Երկրորդ անգամ երբ որ բերեցին, Ատյանում Գամաղիել անունով մի ուսուցիչ կար, որը որ Պողոս առաքյալի ուսուցիչն էր։ Ասեց ժողովուրդ ջան, տեսեք, եթե Աստծուց է, կմնան, եթե Աստծուց չի, բոլորն էլ ծվրվելու են, ամեն մեկը գնալու է։ Ու հիմա տեսեք, բերում են առաջ, ու ինչ են ասում, 40 համարը։ Ասում է կանչեցին առաքյալներին, ծեծեցին ու պատվիրեցին, որ Հիսուսի անունով չխոսեն եւ նրանց արձակեցին։ Այն նույն մարդիկ են, ովքեր որ մի քանի օր առաջ Հիսուսին են խաչը ծեծեցին ու ասին էլ Քրիստոսի անունը չտակ։ Ոնց են պատասխանում առաքյալները, վախենում են, ամեն մեկը գնում է իր տունն է նստում։ 41 համարը։ Իսկ նրանք ուրախանալով գնացին Ատյանից, որովհետև նրա անվան համար էին անարգանքի արժանացել։ Ուշադրություն դարձնում եք։ Առաքյալներն ասում են ուրախացան, որովհետև Քրիստոսի անվան համար ինչ արեցին, անարգանքի հալածանքի ենթարկվեցին։ Ուրախ էին, որ իրանք կարծես Քրիստոսի հետ չարչարանակից եղան։ Քրիստոս չարչարվել էր մեր համար, հիմա իրանք էլ կարծես Քրիստոսի անվան իրանք են չարչարանք կրում։ Եվ դրա համար ուրախանում են 42 համարը։ Ասում է, եւ ամեն օր չէին դադարում, տաճարում ու տներում ուսուցանել ու Հիսուս Քրիստոսի մասին ավետարանել։ Ուշադրություն դարձնում եք, իրանք ծեծում են, ասում են սուս մնացեք։ Իրանք հակառակ ուրախանում են, ասում են Տիրոջ համար ենք հալածվում, ինչ սուս մնացեք։ Եթե Քրիստոսով ենք ապրում, եթե մեր հույսը երկինքն է, ո՞նց կարանք լուր մնանք։ Ո՞նց կարանք լուր մնանք։ Երբ որ գիտեմ, որ եթե լուր մնամ, հարազատներս կարան ուղղակի հավիտենապես կորեն, եթե ճշմարտությունը չունենան։ Ո՞նց կարամ լուր մնամ։ Թող հալածեն, թող անունը դնեն, ինչ ուզում են դնեն, ֆանատիկ դնեն, հավատացյալ դնեն, էական չի։ Ինչ ուզում են թող դնեն։ Եթե Քրիստոսին եմ, չեմ կարա լուր մնամ։ Պողոս ու Շիղան նորից բանտարկված են, նորից Քրիստոսի համար։ Գործք առաքելոց 16-րդ գլուխ 23-25 համարները։ Նրանց շատ վերքեր հասցնելուց հետո բանտարկեցին, բանտապետին պատվիրելով, որ նրանց զգուշության պահի, նա էլ այդպիսի հրաման ստանալով նրանց մեկուսացրած գցեց եւ նրանց ոտքերը կոճղի մեջ ամրացրեց։ Այդ կոճղի մեջ ամրացնել այդքան էլ բան տենց թեթև process չէր։ Կոճղերը բացում էին, մցնում էին ձեռքը ու հետո հանում էին սեպերը, որպեսզի սխմվեր։ Լացում էր Պողոսը, Շիղան բողոքում էր, անիծում էր Աստծուն, ասում էր, «Էս ինչ արեցիր, մեզ այս վիճակն ես գցել», սենց էին վարվում։ Չէ, ինչ էին, երբ որ սխմեցին, ով պետքա դուրս գար։ Քրիստոս պետքա դուրս գար։ Դրա համար ուշադրություն դարձեք 25 համարը։ Կես գիշերին Պողոսն ու Շիղան աղոթքներով օրհնում էին Աստծուն, իսկ բանտարկյալները նրանց ականջ էին դնում։ Ուշադրություն դարձնում եք։ Ցավերի մեջ բանտարկված ասում աղոթք էին անում, օրհնում էին Աստծուն։ Ինչի որտեվ հասկանում են, որ իրանք ճիշտ ճանապարհի մեջ են, որտեվ հակառակ դեպքում, երբ որ ընդունվում ես բոլորի կողմից, ուրեմն խնդիր ունես։ Մեր վերաբերմունքը հալածանքի նկատմամբ ինչպեսին պետք է լինի։ Պետք է ուրախանանք։ Եթե իհարկե այդ հալածանքը ոչ թե նա համար է, որ մեզ ճիշտ չենք պահել, մեզ ոչ վայել կերպով ենք պահել, դրա համար ենք հալածանք կրում, սրա համար չպետք է ուրախանանք։ Սրա համար պետք է ապաշխարենք, դարձի գանք։ Բայց եթե Քրիստոսի համար ենք հալածանք կրում, պետք է ուրախանանք։ Ուրեմն ճիշտ ճանապարհի վրա ենք, սիրելիներ։ Շարունակելու ենք, սիրելիներ, հետագայում ավելի նայելու երանելի շարքը, բայց ուզում եմ եւս մեկ անգամ մեզ համար շատ հստակ ասենք։ Կարևորը մեր ներքին եսն է, մեր ներքին ով լինելն է։ Եթե մեր ներսը փոփոխություն չկա, եթե մեր ներսը ուղղակի ձևական ինչ-որ բան ենք արտաքինից անում, Աստված չի նայելու մեր շուրթերին, չի նայելու մեր արարքներին, չի նայելու մեր ասածներին, հասկանում եք, այս ամեն ինչ ուղղակի պարապ ժամանակի վատում է լինելու։ Դրա համար ինչ անենք։ Խնդրենք, որ Տերը ինչ անի, մեզ սրբի, մեզ մաքրի, մեր մեղքերը ների։ Եթե մեր թշնամիներին չենք կարողանում ներենք, չենք կարողանում սիրենք, ինչ անենք։ Խնդրենք Աստծուն, որպեսզի այս հարցում էլ մեզ օգնի,
Որպեսզի այս հարցում էլ նմանվեն Քրիստոսին, որտեղ երբ որ Քրիստոսին խաչում էին, ասում էր Տեր ների նրանց, որտեղ չգիտեն թե ինչ են անում։ Երբ որ Ստեփանոսին քարկոծում էին, Ստեփանոսն ասում է Տեր, սա իրենց մեղք մի համարի։ Այս ձևի սիրտ պետք է խնդրենք, որպեսզի ունենանք ճիշտ վերաբերմունք մեր թշնամիների նկատմամբ։ Եվ երրորդը, եթե հալածանքի դժվարությունների մեջ եմ, նորից իմաստության պակաս ունեմ, ինչպես որ Հակոբոսն ասում է աղոթեք։ Աստված այդ իմաստությունը կտա, որպեսզի հասկանաք, ինչ եք այդ նեղությունը կրում եւ ինչպես այդ նեղությունների մեջ ճիշտ ձևով դուրս գաք։ Ու այս ամեն ինչի մեջ Տերն է փառավորվելու։ Ոչ թե մենք, այլ միմիայն Տերը։ Ոչ թե մեր մասին այս ամեն բանը, այլ ամեն բան Տեր Հիսուս Քրիստոսի մասին է։ Ոսի թող ամեն ինչի փառքը ուղղված լինի միմիայն Տիրոջը։ Եկեք աղոթենք։ Փառք ենք քեզ տալի Տեր Աստված ու շնորհակալ ենք, որ իրապես քո խոսքը ունենք։ Շնորհակալ ենք, որ այն լավագույն օրինակն ես տվել Տեր Հիսուս, որին որ պետք է այոց ձգտենք։ Ամեն մեկս։ Որտեվ գիտեմ, որ շատ դեպքերում սխալվում ենք, տկարանում ենք, թույլ ենք Տեր Աստված մեղք ենք գործում քո առաջ։ Հիմա աղոթում եմ, որ Տեր Աստված ներես մեր մեղքերը։ Ներես մեր անհավատությունը շատ դեպքերում, ներես, որ շատ դեպքերում ճիշտ չենք վարվել Տեր։ Եվ օգնես, որ ամեն ինչի մեջ քեզ փառավորենք։ Օգնի, որ իրապես ամեն մեկս քեզ ընդունենք որպես մեր Տեր ու Փրկիչ, որտեվ միմիայն այդ ձև հնարավորություն կունենանք փրկություն ստանալու։ Ոստի աղոթում եմ ով Տեր, որ դու փառավորվես ողջ ընթացքում եւ դու մեծարվես Հիսուսի սուրբ անունով ամեն։ Սիրելիներ, գիտեք, որ ամեն ամսվա առաջի կիրակին միասին մոտենում ենք եւ հիշում ենք Տիրոջ ընթրիքը, վերջին ընթրիքը, որ հացը առավ, գոհացավ, կտրեց ու նաեւ գինին տվեց, ի խորհուրդ նրան, թե այն ամեն ինչ որ արել էր։ Ուզում եմ միասին ընթերցենք առաջի Կորինթացիս 11:23 համարից։ Առաջի Կորինթացիս 11:23 Պողոս առաքյալն է գրում. Ես Տիրոջից եմ ստացել այն, ինչ ձեզ եմ ավանդել։ Տեր Հիսուսն այն գիշերը, երբ մատնվեց, հացը վերցրեց եւ գոհություն հայտնելուց հետո կտրեց ու ասաց. Այս է իմ մարմինը, որ ձեզ համար է, այս արեք իմ հիշատակի համար։ Քրիստոս հացը բերեց եւ որպես օրինակ ինչ ասեց աշակերտներին, ասեց, որ այս հացը ինչպես որ կոտրվում է, իմ մարմինը նույնպես շուտով կոտրվելու է։ Ձեր համար կոտրվելու է։ Ասում նույն կերպ ընթրիքից հետո բաժակը վերցրեց եւ ասաց. այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով։ Քանի անգամ որ խմեք, այս արեք իմ հիշատակի համար։ Գինին խորհրդապատկերն էր Հիսուս Քրիստոսի թափված արյան, որի միջոցով մեր մեղքերին թողություն ունենք, որի միջոցով մտանք մենք նոր ուխտի մեջ Տեր Հիսուսի հետ։ Ու դրա համար ասում է, քանի անգամ որ այս հացը ուտենք եւ այս բաժակը խմենք, լուր մնանք։ Տիրոջ ման ենք պատմում ինչեւ որ նա գա, չենք կարա լուր մնանք։ Եթե Քրիստոսինն ենք, եթե Քրիստոսի հետ հաղորդակցություն ունենք, չենք կարա լուր մնանք։ Դրա համար ասում է Տիրոջ ման ենք պատմում, ինչեւ որ նա գա։ Ուրեմն ով որ ուտի այս հացը կամ խմի Տիրոջ բաժակը, անարժանորեն մեղապարտ կլինի Տիրոջ մարմինին ու արյանը։ Արդ մարդ թող քննի ինքն իրեն ու հետո այս հացից ուտի եւ այս բաժակից խմի։ Որովհետև անարժանորեն ուտողը եւ խմողը ինքն իր դատապարտությունն է ուտում ու խմում, քանի որ չի զանազանում Տիրոջ մարմինը։ Ուրեմն հաղորդություն կարող են ընդունել բոլոր նրանք, ովքեր որ մեկ ապաշխարել են, մեղքերով խոստովանել են, ընդունել են Տեր Հիսուս Քրիստոսին որպես իրենց Տեր ու Փրկիչ, եւ երկրորդը ջրային մկրտությամբ հաստատել են իրենց ով լինելը, որ իրենք Քրիստոսին են պատկանում, իրենք քրիստոնյա են։ Նրանք կարող են մոտենալ հաղորդությանը։ Հիմա խնդրեմ ամեն մեկս մեր նստած տեղում մեր գլուխները խոնարհեցնենք, աղոթենք, քանի եղբայրները կբեկանեն հացը, եւ երբ որ դրանից հետո կմոտենան, նրանք ովքեր որ պետք է հաղորդություն ընդունեն, կխնդրեմ ոտքի կկանգնեք այդ ժամանակ ու միասին կընդունենք։
Տեր Աստված, դու սիրեցիր աշխարհը, երբ աշխարհը մեղքի մեջ էր, Տեր։ Երբ աշխարհը թշնամի էր քեզ, Տեր, դու քո որդուն ուղարկեցիր, Տեր Հիսուս Քրիստոսին, որը որ սուրբ ու կատարյալ լինելով մեր մեղքերի համար մահացավ։ Չարչարվեց, տանջանք կրեց, որպեսզի մենք քո մեջ ազատություն ունենք, Տեր Աստված։ Հիմա գալիս ենք քո առաջ եւ խնդրում ենք, որ ներես մեր մեղքերը։ Որ եւս մեկ անգամ, այո, Տեր, փառավորենք քո սուրբ անունը, որ մենք անարժան ենք, որ դու քո արյունը թափեիր։ Մենք անարժան ենք, որ դու մեր տեղը խաչվեիր, բայց դու սիրով այդ ամեն ինչը արեցիր, որպեսզի մենք կյանք ունենանք։ Ուստի գալիս ենք քո առաջ, Տեր Աստված, խոստովանելով մեր մեղքերը եւ խնդրելով, որ ներես մեզ, որ գանք ու միասին հիշենք այն ամեն ինչը, որ դու արեցիր եւ քեզ փառավորենք, որտեվ միմիայն դու ես արժանի ամեն փառքի։ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։